Վերջին տարիներին մենք մեծ ուշադրություն ենք դարձնում համայնքների կարողությունների զարգացմանը, որտեղ ի վերջո երկրի դիմակայունությունը պայմանավորված է համայնքների դիմակայունությամբ։ World Vision Հայաստանը աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի հետ արդեն 1.5 տարի է իրականացնում է աղետների ռիսկի նվազեցման ծրագիր։ Այսօրվա մեր աշխատաժողովի կարևորագույն նպատակն է բոլոր այն գործընկերներին, ովքեր ներգրաված չեն եղել ծրագրում կամ ովքեր մասամբ են իմացել բոլոր ինֆորմացիաները ծրագրի, կարող են այսօր ամբողջությամբ տեղեկացված լինել, ինչ կարևորագույն աշխատանքներ են իրականացրել ծրագրի բոլոր գործընկերները եւ միևնույն ժամանակ հետագա համագործակցության փուլեր քննարկել, հետագա համագործակցության որոշակի եզրեր գտնել, հենց բոլոր գործընկեր կազմակերպությունների մեջ, ովքեր ներկա են այսօր։ Today we had an event under the ECO-funded project Disaster Preparedness, which was collectively implemented by more than 6 partners in support of the efforts of the Ministry of Interior and Ministry of Territorial Affairs to make the communities more resilient. And today we presented the results from across these projects, which had an impact at the national level as well as at the local level, reaching out to more than 7 consolidated communities across 4 marches. And one of the main target was to make sure that the communities where the projects are implemented are well informed, are well prepared for any kind of eventualities, and that wherever the government of Armenia, especially the Ministry of Interior, requested technical assistance, more particularly early warning, simple shelters, mass influx management, that was made available under the scope of this project. And we hope to continue the good efforts in support of the people of Armenia and the government of Armenia. Նմանատիպ ծրագրերի շարունակականությունը կապահովի, որ յուրաքանչյուր քաղաքացի Հայաստանի Հանրապետությունում բնակվող թե սահմանամերձ բնակավայրերում եւ թե Երևանում կիմանա իրեն սպառնացող վտանգների մասին եւ կստանա կարևորագույն գիտելիքները սեփական անվտանգությունը ապահովելու համար։ Այսօրվա հանդիպումը մեր համար շատ էական էր, որտեղ այսօր մենք խոսում էինք ոչ թե զուտ ծրագրի ամփոփման կամ ձեռքբերումների մասին, այլ նաև հիմքեր դրվեց կարծես թե որպես ազգային պլատֆորմ ունենալու նոր հնարավորություն համագործակցության եւ հետագա ավելի սերտ կապերի։